Պարոն Փաշինյան, երեք դուք կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ասացիք ջախջախելու եք, մի քանի անգամ այդ բառը կրկնեցիք, ինձ հետաքրքիր է ջախջախել ասելով դուք ինչ նկատի ունեք, ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհը, ինչպես է ջախջախումը դրսևորվելու, արդյոք մինչեւ ֆիզիկական ոչնչացում, օրինակ անաչառ դիտորդը կարող է նայել, հասկանալ ջախջախում ֆիզիկական ոչնչացում եւ ինչ այս եղել է մարդիկ ում ջախջախել եք ընդդիմադիրներից կարող եք ասել ում եք ջախջախել թե դեռևս ջախջախումը առաջիկայում է տեղի ունենալու Ընդհանրապես իմ բոլոր արտահայտությունները եւ հայտարարությունները պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը տեղավորվում է այդ շրջանակներում ում ջախջախել եմ արդեն հիշողությունս թույլ չի տալիս, որովհետև այնքան եմ մոռացել իրենց, որ պետք է մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Այդ աստիճանի է պետք ջախջախել։ Արթուր Օսիպյանն ով է, քաղաքական հակառակորդ է։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով։ Այսինքն զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը։ Ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետք է բացառվի քաղաքական ազդեցությունը փողի գործադրմամբ։ Էլ չեմ ասում, նախկինում ասել եմ, ըստ էության ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ ունեցած ելույթներում, ամեն ինչ ասել եմ։ Հիմա դրա չկրկնեմ, բառացիորեն ամեն ինչ ասել եմ։ Նույնիսկ կան թեմաներ, որոնց տասնյակ անգամներ եմ անդրադարձել, այդ ամենը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Ինչ որ ասել եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ նկատի ունեմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։